Ինչպես տեսակ, ադրբեջանցիները կոնկրետ սկսեցին սադրանքներ իրականացնել, տեղից բացականչություններ անելով, փորձելով խանգարել խոչընդոտել թե Էդուարդ Շարմազանովի, թե իմ ելույթի ժամանակ, ավելին, երբ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի ելույթից հետո նրանք թերևս հասկացան, որ հայկական պատվիրակության արձագանքը կոշտ է լինելու, նրանց պատվիրակությանը միացան նաև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները, խորհրդականները եւ բավականին այսպես ներկայանալի կազմեր հավաքվել աշխատաժողովի դահլիճում, սակայն դա որևէ կերպ մեզ չխանգարեց, որպեսզի մենք մեր տեսակետը արտահայտենք։ Բավականին այսպես շատ շիկացած մթնոլորտ էր դահլիճում տիրում, 30 երկրների ներկայացուցիչների ներկայությամբ, պատվիրակների ներկայությամբ մենք վերահաստատեցինք իրողությունը, այն իրողությունը, որը կա իրականում, եւ Ադրբեջանի ցանկացած հնարավոր առիթը օգտագործելու, հակահայկական հայտարարություններ անելու, ցանկացած առիթը օգտագործելու հարցը այս դեպքում բարեբախտաբար ձախողվեց եւ տապալվեց եւ անպատասխան չմնաց։